Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետհաշվարկն խաղ, որտեղ կարևոր է հաջողությունը, թիմային աշխատանքն ու առաջնորդական հմտությունները։ Այս անգամ խաղում ենք մի քիչ փոխված խաղի կանոններով, ինչպես ես արդեն ասացի, առաջին փուլում, որակավորման փուլում խաղում են 16 թիմ, որից հետո ձևավորված 8 թիմերը արդեն առանձին 4-4 խմբեր են կազմելու եւ շրջանային խաղալու են։ Բայց խաղի կանոնները չեն փոխվել, մնացել են նույնը եւ դրանք հետեւյալն են։ Յուրաքանչյուր խաղի մասնակցում է 2 թիմ։ Տրվում են հարցեր, հարցերի համար ունեք 1 րոպե ժամանակ։ Լսվելու է ձայնային ազդանշան, առաջի ձայնային ազդանշանը, որը նշանակում է, որ 10 վայրկյան է մնացել, եւ դուք ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը պետք է գրեք գրատախտակին։ Ժամանակը լրանալուն պես եւս ձայնային ազդանշան է լսվելու։ Ճիշտ պատասխան է համարվելու գրատախտակի վրա գրված պատասխանը, եթե ձեր պատասխանը բանավոր հնչեցրած պատասխանը չհամընկնի գրավոր գրած պատասխանին, ապա ճիշտ եմ համարելու գրավոր գրած պատասխանը։ Եթե գրատախտակին 2 պատասխան է լինում, որպես ձեր պատասխան ընդունվում է առաջին պատասխան։ Ամեն ճիշտ պատասխանի դիմաց խաղը լքում է թիմը լքում է 1 խաղացող, թե ով է լքելու խաղը որոշում ենք վիճակահանության միջոցով։ Հաղթում է այն թիմը, որը ընդհանրապես խաղացող չի ունենում եւ վաստակում է 5 միավոր։ 4-4 հաշվի դեպքում խաղում ենք մինչեւ առաջին ճիշտ եւ սխալ պատասխանը։ Թիմերն ունեն 1 անգամ վետոից օգտվելու իրավունք, ավելի կոնկրետ թիմի ավագները։ Եթե չեք ցանկանում, որ տվյալ խաղացողը լքի խաղը, 1 անգամ օգտվում եք վետո իրավունքից։ Եթե թիմի ավագը լքում է խաղը եւ չի օգտվում վետո իրավունքից, վետո իրավունքը անցնում է ողջ թիմին, որոշվում է արդեն ժողովրդավարական սկզբունքով։ Սրանք խաղի կանոններն են։ Այսօր մեր հետ խաղում են Ֆենեք եւ Քիրս թիմերը։ Սկսենք Ֆենեք թիմից։ Մարտիրոսյան Կարեն, Կարապետյան Քրիստինե, Ամիրխանյան Լենա, Մարգարյան Յուրա եւ Բաղդասարյան Արմինե։ Քիրս Աբրահամյան Վլադիմիր, Եղյան Գրիգորի, Գրիգորյան Մուրադ, Ապրեսյան Հարութ եւ Ավետիսյան Նարեկ։ Մինչև խաղին անցնելը հիշեցնեմ, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղմրցույթն անց է կացվում Արցախի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Որակավորման փուլ, խաղ 4-րդ, հետհաշվարկը սկսված է հարց առաջին։ Ասիական մի երկրում գործում է վարչություն, որը ղեկավարում է այսպես կոչված 5 հավատարիմ նահանգները։ Արևելագետի խոսքով այդ երկրի պաշտոնյաների համար այդ վարչությունում պաշտոն զբաղեցնելը երազանքի աշխատանք է։ Անվանեք այդ երկիրը եւ նշեք այն բառը, որը հարցի մեջ մենք փոխարինել ենք մեկ այլ բառով։ Ասիական մի երկրում գործում է վարչություն, որը ղեկավարում է այսպես կոչված 5 հավատարիմ նահանգները։ Արևելագետի խոսքով այդ երկրի պաշտոնյաների համար այդ վարչությունում պաշտոն զբաղեցնելը երազանքի աշխատանք է։ Անվանեք այդ երկիրը եւ նշեք այն բառը, որը հարցի մեջ փոխարինել ենք մեկ այլ բառով։ Ասիական մի երկրում գործում է վարչություն, որը ղեկավարում է այսպես կոչված 5 հավատարիմ նահանգները։ Արևելագետի խոսքով այդ երկրի պաշտոնյաների համար այդ վարչությունում պաշտոն զբաղեցնելը երազանքի աշխատանքն է։
անվանեք այդ երկիրը եւ նշեք այն բառը, որը հարցի մեջ փոխարինել ենք մեկ այլ բառով։ Ժամանակը սպառվել է։ Խնդրեմ, Քիրս։ Քիրս, մեր պատասխանը Ճապոնիա եւ բառը փոխարեն կղզիների փոխարեն օգտագործել ենք նահանգ բառը։ Այո, բարձր ձեր պատասխանը։ Մեր կարծիքով պետությունը Հնդկաստանն է, իսկ վայրը Թաժ Մահալը։ Ձեր պատասխանը երկուսի պատասխանն էլ բարձր է։ Պետությունն է Հարավային Կորեան, փոխարինված բառը Հյուսիսային։ Հարավային Կորեայում գործում է Հյուսիսային 5 նահանգների վարչություն, որտեղ ծառայում են Հյուսիսային Կորեայի տարածքների անվանական նահանգապետերը, քանի որ երկու կորեաներն էլ չեն ճանաչում միմյանց։ Ասում են այդ պաշտոնյաների աշխատանքը շատ քիչ է, բայց խիստ պատվաբեր։ Մենք ճիշտ պատասխան չունենք, ուշադրություն հարցը։ Միմյանց հետ շփվելու համար մարդասպաններն օգտագործում էին բրինձ, որը հատուկ նյութով մշակում էին որոշակի իրավիճակ կանխելու համար։ 19-րդ դարի առաջին կեսի մի աշխատության մեջ նմանատիպ իրավիճակը ում համար խնդիրներ ստեղծեց։ Միմյանց հետ շփվելու համար մարդասպաններն օգտագործում էին բրինձ, որը հատուկ նյութով մշակում էին որոշակի իրավիճակ կանխելու համար։ 19-րդ դարի առաջին կեսի մի աշխատության մեջ նմանատիպ իրավիճակը ում համար խնդիրներ ստեղծեց։ Միմյանց հետ շփվելու համար մարդասպաններն օգտագործում էին բրինձ, որը հատուկ նյութով մշակում էին որոշակի իրավիճակ կանխելու համար։ 19-րդ դարի առաջին կեսի մի աշխատության մեջ նմանատիպ իրավիճակը ում համար խնդիրներ ստեղծեց։ Ժամանակ։ Համբերություն։ Սիրելի Քիրս, պատասխան ունենք։ Խնդիրներ ստեղծեց կինոլոգների եւ շների համար։ Կինոլոգների եւ շների համար։ Խնդրեմ։ Շերլոկ Հոլմսի համար։ Շերլոկ Հոլմսի համար։ Միմյանց հետ շփվելու համար մարդասպաններն օգտագործում էին բրինձ, որը հատուկ նյութով մշակում էին որոշակի իրավիճակ կանխելու համար։ 19-րդ դարում առաջին կեսի մի աշխատության մեջ նմանատիպ իրավիճակը ում համար խնդիրներ ստեղծեց։ Հենզելի եւ Գրետելի համար։ Նման մշակումը անհրաժեշտ էր, որպեսզի թռչունները չկցահարեն բրինձը։ Գրիմ եղբայրների հեքիաթում Հենզելը եւ Գրետելը չմոլորվելու համար օգտագործում էին հացի փշրանքներ, բայց թռչունները ցավոք ուտում էին այդ փշրանքները։ Ուշադրություն հարցը։ Միշտ բաց, միշտ փակ։ Նման գովազդային կարգախոսը հայտնվել է 1899 թվականին Նյու Յորքի ռեստորաններից մեկի շենքի վրա։ Ինչ է առաջին անգամ տեղադրվել այնտեղ։ Միշտ բաց, միշտ փակ։ Նման գովազդային կարգախոսը հայտնվել է 1899 թվականին Նյու Յորքի ռեստորաններից մեկի շենքի վրա։ Ինչն է առաջին անգամ տեղադրվել այնտեղ։ Ինչն է առաջին անգամ տեղադրվել այնտեղ։ Համբերություն, ժամանակ։ Խնդրեմ, Ֆենեք։ Տեղադրվել է պտտվող դուռ։ Պտտվող դուռ։ Ցուցանակը բաց է փակ է։ Բաց է փակ է։ Բարձր ձեր պատասխանը։
Միշտ բաց, միշտ փակ։ Իհարկե խոսքը պտտվող դռան մասին է։ 1-0։ Խաղի հաշիվն է 1-0 եւ Ֆենեք թիմը լքում է Բաղդասարյան Արմինեն։ Թիմի ավակը ճանապարհում է Բաղդասարյան Արմինեին։ Ուշադրություն հարցը։ 2013 թվականի փետրվարի 15-ին Չելյաբինսկում երկնաքար է ընկել։ Նրա անկումը տևել է մոտ 15 վայրկյան։ Համացանցում անմիջապես հայտնվեցին դեպքի ականատեսների նկարահանած տեսանյութեր։ Բայց օրինակ Գերմանիայում շուտով արգելվեց հասանելիությունը այդ տեսանյութերի մեծ մասին։ Որն էր պատճառը։ 2013 թվականի փետրվարի 15-ին Չելյաբինսկում երկնաքար է ընկել։ Նրա անկումը տևել է մոտ 15 վայրկյան։ Համացանցում անմիջապես հայտնվեցին դեպքի ականատեսների նկարահանած տեսանյութեր։ Բայց օրինակ Գերմանիայում շուտով արգելվեց հասանելիությունը այդ տեսանյութերի մեծ մասին։ Որն է պատճառը։ Ասվարկեմ։ Ժամանակ։ Քիրս ունեք պատասխան։ Արգելվել էր, որովհետև ցենզուրայի մեջ չէր շատ խոսքը։ Ցենզուրայի մեջ չէր։ Ձեր պատասխանը պարզ է։ Գուցե կապված էր Սուրբ Վալենտինի հետ։ Սուրբ Վալենտինի հետ էր կապված։ 2013 թվականի փետրվարի 15-ին Չելյաբինսկում երկնաքար է ընկել։ Նրա անկումը տևել է մոտ 15 վայրկյան, համացանցում անմիջապես հայտնվեցին դեպքի ականատեսների նկարահանած տեսանյութերը։ Բայց օրինակ Գերմանիայում շուտով արգելվեց հասանելիությունը այդ տեսանյութերի մեծ մասին։ Որն էր պատճառը։ Պատճառը հեղինակային իրավունքների խստությունն էր։ Գերմանիայում խստորեն հետևում էին հեղինակային իրավունքի պահպանման, ուստի տեսանյութերը արգելվեցին, որոնցում հետին պլանում հնչում էր երաժշտություն։ Ուշադրություն, խաղի հաշիվը չի փոխվել 1-0։ Մենք շարունակում ենք։ Այն նախատեսված է վնասվածքներից պաշտպանվելու համար, որոնք կարող են առաջանալ մեջքի վրա ընկնելու հետևանքով։ Այն արվում է մի քանի ժամվա ընթացքում և ենթադրվում է, որ պետք է նմանվի ասիական գինկո ծառի տերևին։ Անվանեք այն։ Այն նախատեսվում է վնասվածքներից պաշտպանելու համար, որոնք կարող են առաջանալ մեջքի վրա ընկնելու հետևանքով։ Այն արվում է մի քանի ժամվա ընթացքում և ենթադրվում է, որ պետք է նմանվի ասիական գինկո ծառի տերևին։ Անվանեք այն, ինչի մասին է խոսքը։ Այն նախատեսված է վնասվածքներից պաշտպանվելու համար, որոնք կարող են առաջանալ մեջքի վրա ընկնելու հետևանքով։ Այն արվում է մի քանի ժամվա ընթացքում և ենթադրվում է, որ պետք է նմանվի ասիական գինկո ծառի տերևին։ Անվանեք այն։ Ժամանակ։ Հարգելի Ֆենեք, ունեք պատասխան։ Պատասխանը օդապարիկ։ Օդապարիկ։ Մենք կոնկրետ պատասխան չունենք, բայց ճապոնացի կանայք նման փայտից պատրաստված առարկա էին օգտագործում մեջքից, որպեսզի պաշտպանվեն վնասվածքներից։ Քիչ մնաց ճիշտ պատասխանեիք։ Այն նախատեսված է վնասվածքներից պաշտպանվելու համար, որոնք կարող են առաջանալ մեջքի վրա ընկնելու հետևանքով։ Այն արվում է մի քանի ժամվա ընթացքում և ենթադրվում է, որ պետք է նմանվի ասիական գինկո ծառի տերևին։
Խոսքը սումո ըմբիշի սանրվածքի մասին է։ Սումո ըմբիշը հանդես է գալիս առանց սաղավարտի, իսկ մրցակցի հրումից հետո ընկնելը կարող է շատ ցավալի լինել։ Սիրելի գիտակներ, նկարով հարց. Որ քաղաքում է արված այս լուսանկարը։ Որ քաղաքում է արված այս լուսանկարը։ Երկու թիմերն էլ պատասխան ունեն։ Շատ լավ, մենք չենք ավելորդ ժամանակ չենք ծախսում։ Խնդրեմ Քիրս Պատասխանը Բերլին։ Բերլին։ Ձեր պատասխանը ֆենեք, չեք կարող փոխել։ Ինչ գրած է պետք է ասեք։ Գրինվիչ, այսինքն միջօրեական իմաստ։ Հասկացա։ Խոսքն իհարկե Բերլինի մասին է, այն վայրը, որտեղ նախկինում կանգնած էր Բերլինի պատը։ Սալաքարերով պատած 1-1։ Ավետիսյան Նարեկ, օգտվում ենք վետոից։ Նարեկն է որոշում, մնա թե ոչ։ Օգտվում է։ Գրիգորյան Մուրադն է լքում խաղը։ Ուշադրություն, 1-1 հարցը։ Սիրելի գիտակներ, դուք ծանոթ եք ֆին գրող նկարչուհի Տուվե Յանսոնին, որը համաշխարհային հռչակ է բերել մումի տրոլների մասին հեքիաթների շարքը։ Տուվե Յանսոնը կարծում էր, որ պետք է հավատալ միայն գործերին։ Ուստի նկարազարդումներում իր հեքիաթային բնակիչների մեծ մասի մոտ բացակայում է դա։ Ինչի մասին է խոսքը։ Ֆին գրող նկարչուհի Տուվե Յանսոնին մենք բոլորս գիտենք, որին համաշխարհային հռչակ է բերել մումի տրոլների մասին հեքիաթների շարքը։ Տուվե Յանսոնը կարծում էր, որ պետք է հավատալ միայն գործերին։ Ոստի նկարազարդումներում իր հեքիաթային բնակիչների մեծ մասի մոտ բացակայում է դա։ Ինչի մասին է խոսքը, ինչն է բացակայում։ Տասվարկյամ։ Համբերություն, ժամանակ, խնդրեմ։ Պատասխանը քիթ։ Քիթ։ Խնդրեմ։ Մեզ բացակայում է Բերանը։ Բացակայում է Բերանը։ Ֆին գրող նկարչուհի Տուվե Յանսոնին հանրահռչակում է բերել մումի տրոլների մասին հեքիաթների շարքը։ Տուվե Յանսոնը կարծում էր, որ պետք է հավատալ միայն գործերին, ուստի նկարազարդումներում իր հեքիաթային բնակիչների մեծ մասի մոտ բացակայում էր Բերանը։ Մենք ճիշտ պատասխան ունենք եւ 2-1 Կարապետյան Քրիստինեն է լքում խաղը։ Երկու, մեկ, ուշադրություն հարցը։ Շախմատի զվարճալի տարբերակներից մեկում խաղաքարերից մեկը փոխարինվել է դրանցով։ Հետաքրքիրն այն է, որ այդ փոխարինված խաղաքարերը կարող են օգտագործել թե սև, թե սպիտակ խաղաքարերով խաղացողները։ Անվանեք դրանք։ Շախմատի զվարճալի տարբերակներից մեկում խաղաքարերից մեկը փոխարինվել է դրանցով։ Հետաքրքիրն այն է, որ այդ փոխարինված խաղաքարերը
կարող են օգտագործել թե սև, թե սպիտակ խաղաքարերով խաղացողները։ Անվանեք դրանք։ Զվարճալի բառը պետք է ձեզ հուշում լինի։ Շախմատի զվարճալի տարբերակներից մեկում։ Դասավարքյան։ Ժամանակ, խնդրեմ։ Մեր տարբերակն է ջոկեր։ Ջոկեր։ Այդ ունիվերսալ խաղաքարը զեբրն է։ Այդ ունիվերսալ խաղաքարը զեբրն է։ Շախմատի զվարճալի տարբերակներից մեկում ձի խաղաքարը փոխարինվել է զեբր խաղաքարով, որով կարող են խաղալ թե սպիտակները, թե սևերը։ 3-1 Մարգարյան Յուրա։ Խաղի հաշիվն է 3-1, ուշադրություն հարց։ Իտալական մի կազմակերպություն մուլտֆիլմ է թողարկել J անունով զեբրի մասին։ Անվանեք այդ կազմակերպություն։ Իտալական մի կազմակերպություն մուլտֆիլմ է թողարկել J անունով զեբրի մասին։ Անվանեք այդ կազմակերպություն։ Անվանեք ընկերությունը։ Անվանեք կազմակերպությունը։ Այո։ Կազմակերպություն, ընկերություն։ Ժամանակ։ Չունեք պատասխան։ Թե չունեք, չունեք։ Չկա։ Չունեք։ Խնդրեմ։ Adidas ընկերության մասին։ Adidas ընկերության մասին է խոսքը։ Իտալական մի կազմակերպություն մուլտֆիլմ է թողարկել J անունով զեբրի մասին։ Անվանեք այդ կազմակերպությունը։ Խոսքն իհարկե Յուվենտուսի մասին։ Յուվենտուս ֆուտբոլային ակումբային գույները սևն ու սպիտակն են։ Այդ իսկ պատճառով Յուվենտուսին անվանում են զեբրեր։ Իսկ ակումբի տարբերանշանի վրա նշված է անվան առաջին G տառը J։ Խաղի հաշիվն է 3-1, ուշադրություն հարցը։ Կրյանների փրկությանը նվիրված սոցիալական պաստառի վրա պատկերված են մեդուզաներն ու դրանք։ Անվանեք դրանց։ Կրյանների փրկությանը նվիրված սոցիալական պաստառի վրա պատկերված են մեդուզաներն ու նրանք։ Անվանեք նրանց։ Անվանեք դրանց, կարող եք այդպես էլ։ Եվ ավելի ճիշտ կլինի անվանեք դրանց։ Անվանեք դրանց։ Դասավարքեմ։ Անվանեք դրանց։ Ժամանակ։ 1 վայրկյան համբերեք։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Պատասխանը կորալներ։ Կորալներ։ Պատասխանը ձեր պարզ է։ Ձեր պատասխաններ։ Խխունջներ։ Կրյանների փրկությանը նվիրված սոցիալական պաստառի վրա պատկերված էին մեդուզաներ եւ պոլիէթիլենային տոպրակներ։ Կրյանները պոլիէթիլենային տոպրակները շփոթում են մեդուզաների հետ եւ ուտում դրանք։ 3-1 ուշադրություն հարց։ Գանայական
միասացվածք ասում է, որ անիմաստ է հիմարին ասել դրանք, անվանեք դրանց։ Անիմաստ է հիմարին ասել դրանք, ասում է գանայական ասացվածք, անվանեք դրանք։ Գանայական ասացվածքն ասում է, որ անիմաստ է հիմարին ասել դրանք, անվանեք դրանք։ Տասվարկյան։ Գանայական միասացվածքն ասում է, որ անիմաստ է հիմարին ասել դրանք։ Գանայական ասացվածքն է ասում։ Վերջ, ինչ գրել եք։ Ձեր պատասխանը։ Խոսք, բառ։ Խոսք, բառեր։ Խորհուրդ։ Խորհուրդ։ Ես 6 անգամ ասացվածք բառը կրկնեցի։ Գանայական միասացվածքն ասում է, որ անիմաստ է հիմարին ասել ասացվածքներ։ Խաղի հաշիվը չի փոխվել, 3-1 եւ մենք շարունակում ենք։ Տարբեր լեզուներով խոսող բազմազգ դերասանական կազմի պատճառով ֆիլմը պետք էր վերահնչյունավորել։ Նկարագրելով ֆիլմի նկարահանումները ստեղծագործության հերոսը հիշում է մի առասպել, որ առասպելի մասին է խոսքը։ Տարբեր լեզուներով խոսող բազմազգ դերասանական կազմի պատճառով ֆիլմը պետք էր վերահնչյունավորել։ Նկարագրելով ֆիլմի նկարահանումները ստեղծագործության հերոսը հիշում է մի առասպել, որ առասպելի մասին է խոսքը։ Ֆիլմի դերասանները խոսում էին տարբեր լեզուներով, անհրաժեշտ էր վերահնչյունավորել։ Նկարագրելով ֆիլմի նկարահանումները ստեղծագործության հերոսը հիշում է մի առասպել, որ առասպելի մասին է խոսքը։ Երկու թիմերների պատասխան ունեն։ Ես ենք անում, ձեր պատասխանը։ Բաբելոն։ Նույն պատասխանը, Բաբելոնյան աշտարակաշինություն։ Դուք երկուստ էլ ճիշտ եք։ 4-2 Ամիրխանյան Լենան է լուքում խաղը։ Աբրահամյան Վլադիմիրն է լուքում խաղը։ Խաղի հաշիվը 4-2 է, ուշադրություն հարց։ H57 ստեղծագործական ստուդիան ստեղծել է մի շարք պաստառներ մեծ մարդկանց կյանքի մասին։ Այն պատմում է բարդ պատմությունները, պարզ պատկերագրերի օգնությամբ։ Անվանեք այն անձին, ում նվիրված է էկրանին հայտնված պաստառը։ H57 ստեղծագործական ստուդիան ստեղծել է մի շարք պաստառներ մեծ մարդկանց կյանքի մասին։ Այն պատմում է բարդ պատմությունները պարզ պատկերագրերի օգնությամբ։ Ում մասին է այս պատկերագիրը։ Որ հայտնի մարդու մասին է այս նկարը։
Դասավարքյան։ Ժամանակ։ Խնդրեմ։ Պատասխան Մայքլ Ջեքսոն։ Աբրահամ Լինկոն։ Աբրահամ Լինկոն։ Խոսքը իհարկե Մայքլ Ջեքսոնի մասին է։ Խաղի հաշիվն է 4-3 եւ Գեղյան Գրիգորին է լքում խաղը։ 4-3 բավականին հետաքրքիր պայքարով լի խաղ է, ուշադրություն հարց։ Հայտնի խորհրդային արվեստի գեղանկարչության կոլեկցիոներ Գեորգի Կոստակիի մասին կենսագրական հոդվածից մեջբերում։ Հետագայում նա գնեց 3 նկար եւ դրանք միավորեց մեկի մեջ, որ բառն ենք փոխարինել մեջբերման մեջ։ Մեջբերում հայտնի խորհրդային արվեստի գեղանկարչության կոլեկցիոներ Գեորգի Կոստակիի մասին կենսագրական հոդվածից։ Հետագայում նա գնեց 3 նկար եւ միավորեց դրանք մեկի մեջ, որ բառն ենք փոխարինել մեջբերման մեջ։ Հետագայում նա գնեց 3 նկար եւ միավորեց դրանք մեկի մեջ, որ բառն ենք փոխարինել մեջբերման մեջ։ Ընտրեմ ձեր պատասխանը։ Տեղավորեց, միավորեց։ Եվ գնեց 3D եռաչափ։ Եռաչափ։ Տեղավորեց, միավորեց ասելով ինչ նկատի ունեք։ Այսինքն տեղավորից փոխարեն պիտի լինի միավորից 3 Հասկացա, ձեր պատասխանը բարձր։ Հետագայում նա գնեց 3 նկար եւ միավորեց դրանք մեկի մեջ։ Խոսքը բնակարանների մասին է։ Կոլեկցիոները աղքատ չէր, իսկ մեծ հավաքածուն պահանջում էր մեծ տարածքներ։ Ուշադրություն հարցը։ Իր որմնանկարներից մեկում Միքելանջելոն պատկերել է այն պահը, երբ Աստված կյանքի շունչ է փչում Եվայի մեջ։ Որմնանկարի վրա կա անսովոր մի ծառ, առանց տերևների եւ տարօրինակ խտացումներով։ Որոշ արվեստաբաններ նշում են, որ ծառը նման է դրան։ Անվանեք։ Իր որմնանկարներից մեկում Միքելանջելոն պատկերել է այն պահը, երբ Աստված կյանքի շունչ է փչում Եվայի մեջ։ Որմնանկարի վրա կա անսովոր մի ծառ, առանց տերևների եւ տարօրինակ խտացումներով։ Որոշ արվեստաբաններ նշում են, որ ծառը նման է դրան։ Ինչին է նման ծառը։ Դասավարքյան։ Ժամանակ։ Խնդրեմ։ Ծառը նման է հենց կնոջը։ Կնոջը։ Դա այն նույն ծառն էր, որի սկսվեց մեղսագործությունը։ Պարզ է ձեր պատասխանը։ Խոսքը շնչափողի մասին է։ Միքելանջելոն, ով հիանալի գիտեր անատոմիան, կրոնական արգելքների դարաշրջանում չէր կարող հստակ ցույց տալ իր խորը գիտելիքներն այս ոլորտում։ Հետևաբար, նրա ստեղծագործությունները լցված են մարդու օրգանների եւ մարմնի մասերի թաքնված պատկերներով։ Ամենահայտնի օրինակը անսովոր ձևի ամպն է, որում Աստված եւ հրեշտակները
բնակվում են Ադամի արարումը որմնանկարի վրա։ Հետազոտողներն այս ամպի մեջ տեսնում են ուղեղի կտրվածքի պատկերը։ Նմանապես Եվայի ստեղծումը որմնանկարի վրա արվեստաբանները նկատել են շնչառության հետ անմիջականորեն կապված օրգանի պատկերը։ Խաղի հաշիվն է 4-2, ուշադրություն հարց։ Ինչպես է ֆրանսիացի նկարիչ Ժան-Լեոն Ժերոմին անվանել այս կտավը։ Եթե այդ երկու բառից բաղկացած բառակապակցությունը հաճախակի է հանդիպվում հատկապես քաղաքականության մեջ։ Ինչպես է ֆրանսիացի նկարիչ Ժան-Լեոն Ժերոմին անվանել այս կտավը։ Եթե այդ երկու բառից բաղկացած բառակապակցությունը հաճախակի է հանդիպում հատկապես քաղաքականության մեջ։ Քաղաքականության մեջ այդ երկու բառից բաղկացած բառակապակցությունը բավականին հաճախակի է հանդիպվում։ Դասավարքյան։ Ժամանակ, համբերություն։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Non grata։ Non grata։ Մեծապատիվ մուրացկաններ։ Մեծապատիվ մուրացկանները։ Ինչ է հերվում երևում։ Գորշ կարդինալ է նկարագրում։ Վառ հարդերձանքներով ազնվականները խոնարհվում են այս սևազգեստ մարդու առջև, քանի որ նա է նրանց ճակատագրի իրական տերը։ Խաղի հաշիվը չի փոխվել, ուշադրություն հարցը։ Մեկնաբանելով իր ժամանակակցի հայտնի ստեղծագործությունը, Կարլ Գուստավ Յունգը գրում է, որ վերջում նույնիսկ դրանք են անհետացել։ Անվանեք դրանք երկու բառով։ Մեկնաբանելով իր ժամանակակցի հայտնի ստեղծագործությունը, Կարլ Գուստավ Յունգը գրում է, որ վերջում նույնիսկ դրանք են անհետացել։ Անվանեք դրանք երկու բառով։ Վերջում նույնիսկ դրանք են անհետացել։ Մեկնաբանելով իր ժամանակակցի հայտնի ստեղծագործությունը, Գուստավ Յունգը գրում է, որ վերջում նույնիսկ դրանք են անհետացել։ Անվանեք դրանք երկու բառով։ Դասավարքեմ։ Ժամանակ։ Գորիկյան համբերություն։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Անունն ու վստահությունը։ Անունն ու վստահությունը։ Ենթադրում եմ, որ անհետացել են գետադրական նշանները։ Գետադրական նշանները։ Մեկնաբանելով իր ժամանակակցի հայտնի ստեղծագործությունը, Կարլ Գուստավ Յունգը գրում է, որ վերջում նույնիսկ դրանք են անհետացել։ Խոսքն իհարկե գետադրական նշանների մասին է։ Խոսքը Ուլիսես վեպի մասին է, որի վերջում օգտագործվել է գիտակցության խոսքագրական մեթոդը։ Մոլլի Բլոմի մի քանի էջանոց մենախոսության մեջ չկա անգամ մեկ գետադրական նշան։ 5, 3 եւ բավականին հետաքրքիր խաղում Ֆենեք եւ Քիրս թիմերի միջև Ֆենեք թիմը հաղթեց։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ հետաշվարկ ինտելեկտուալ խաղն ոնց է կասում Արցախյան Հանրապետության նախագահի բարձր հովանու։ Առողջ եղեք։